Լսեք, ես հատվածում ինչ լավ աշխուժ բիզնես է սկսվել, այնքան ուրախ եմ, չեք պատկերացնի։ Մեկը հլը 1000 ներողություն չեմ ուզում, իհարկե, բայց մի ժամանակ սենց այս մակարդակի խանութներ, այս հատվածներում շատ քիչ էր։ Հիմա սենց տեսնում եմ եւ շատ ուրախ եմ։ Եվ շնորհակալ հայրենական արտադրություններ կա ներկայացված, այդ ամենակարևորը։ Եվ շնորհակալ ենք ձեզ ձեր գործունեության։ Այն որ ես դպրոց կառուցելիս, մանկապարտեզ կառուցելիս, ճանապարհ կառուցելիս, ամենատարբեր առիթներով ասում եմ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող քաղաքացիներ։ Դուք դա լսում եք։ Դուք զգում եք, որ ես դա ձեզ եմ ասում։ Միանշանակ, որ չլսենք է, որպես քաղաքացի պիտի արվի, էլի, կարևոր չի ասենք։ Շնորհակալ ենք ձեզ ձեր աշխատանքի համար եւ ձեզ ձեր աշխատանքի համար։ Ես իհարկե ելնում եմ այն կանխավարկածից, որովհետեւ հակառակը չեմ կարող ելնել հակառակ կանխավարկածից, որ իսկապես առևտուրը ամբողջը ոչ ստվերային է, որովհետեւ ինչ որ գալիս է բյուջե, ես չգիտեմ, ես կուզեմ նրանք ովքեր այս խոսույթը կասկածի տակ են դնում, կուզեմ մի օր առիթ լինի տենց բաց հրապարակային քննարկենք, ես համոզված եմ, որ կհիմնավորեմ, որ ձեր տված հարկի ամեն լուման հետա վերադառնում ձեր բիզնեսի համար, ձեր ընտանիքի, ձեր միջավայրի եւ այդպես շարունակ։ Հիմա 1000 ներողություն, ծնողները կան ձեր, քանի տարեկան են։ 63-65։ Հիմա 65 տարեկան ծնողը, որ առողջության ապահովագրության շահառու է եւ մյուս ծնողն է 65 տարեկանում կլինի։ Դա էլ այն ձևերից մեկը, որ ձեր վճարած հարկերը եկավ մտավ ձեր տուն, որովհետեւ ելի եմ ասում, մենք այդ առողջության ապահովագրությունը ոչ միայն եւ ոչ այնքան հենց մեր հարգելի թոշակառուների համար են կարել, ինչքան ձեր, որտեվ ես գիտեմ տարիքով ծնող ունեցող ցանկացած մարդ, մեկ ամեջ ինչ որ լարվածություն կա, հայրս, մայրս, որ մի առողջական խնդիր, Աստված տա ոչ մեկ չունենա, բայց հիմա մի առողջական խնդիր ունենա, ես ինչ եմ անելու։ Հիմա մենք այս համակարգը դրել ենք, որ դուք իմանաք, որ ձեր պետությունը ձեր կողքին կա մնացա։ Եվ ես համոզված եմ, երբ որ այդ լուրը արդեն գիտեք, որ ձեր 65-ամյա ծնող առողջության ապահովագրության շահառու է, դուք ավելի շատ եք կենտրոնանում էմոցիոնալ աշխատանք առումով ձեր աշխատանքի վրա, որովհետև ձեր ենթագիտակցության այդ մի հատվածը լուծված է, փակված է։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, ժողովուրդ ջան։